Ողջույն, ինչքանով եւ ինչպիսի որակով է Հայաստանի Հանրապետությունը իրագործում Եվրամիության հետ 2017 թվականին ստորագրված համապարփակ եւ անլայնված գործընկերության համաձայնագիրը, այն ինչպես գիտենք, ուժի մեջ է մտել 2021 թվականին, 2025 թվականին հայաստանյան անկախ ոլորտային փորձագետներ մշտադիտարկել են համաձայնագրի իրականացումը տարբեր ոլորտներում՝ մարդու իրավունքներ, դատական իշխանություն, բնապահպանություն, հակակոռուպցիոն քաղաքականություն, կրթություն, առողջապահություն եւ մի շարք այլ ոլորտներում։ Ինչով է կարևոր ՍԵՊԱ-ի որակյալ կատարումը Հայաստանի կողմից փաստաթղթի արդյունավետ իրագործման դեպքում Հայաստանը նախ մոտենում է եվրոպական չափանիշներին, իհարկե առանց Եվրամիության անդամ դառնալու, իհարկե սա աջակցում է նաև Հայաստանի ներքին բարեփոխումների իրականացմանը, բարձրացնում է Եվրամիության ֆինանսական եւ տեխնիկական աջակցությունը, իսկ քաղաքական առումով ամրապնդում է Հայաստանի եվրոպական ուղղվածությունը։ Այսօր Factor TV-ում քննարկում ենք կազմակերպել Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի կատարումը մշտադիտարկած 5 անկախ մասնագետների մասնակցությամբ։ Այսօրվա քննարկմանը մասնակցում են Աստղինե Պասոյանը, էներգետիկ քաղաքականության ոլորտի փորձագետ, Սառա Ղազարյանը, հոգեկան առողջության ոլորտի փորձագետ, Դավիթ Գյուրջյանը, մարդու իրավունքների ոլորտի փորձագետ, Մարիամ Անտոնյանը, դատական համակարգի խնդիրների հարցերով փորձագետ, Արթուր Գրիգորյանը, շրջակա միջավայրի ոլորտին վերաբերող հարցերով փորձագետ։ Շնորհակալություն Factor TV գալու համար։ Տիկին Պասոյան, սկսենք ձեզնից, էներգետիկ ոլորտ, դուք մի շարք խնդիրներ եք վերհանել այստեղ, օրենսդրության կիրառման խնդիրներ, ինստիտուցիոնալ կարողությունների պակաս, էներգոարդյունավետության ոլորտում բացել շենքերի էներգոարդյունավետության լուրջ խնդիրներ, էկոդիզայնի եւ էներգետիկ պիտակավորման բացակայություն, միջպետական էներգետիկայի ոլորտի խնդիրներ, տվյալների որակի եւ հանրային իրազեկման պակաս։ Կխնդրեմ գլխավոր շեշտադրումները, ինչ թերություններ եք հայտնաբերել, խնդրեմ։ Նախ նշեմ, որ այն ինչ բոլորս երևի կասենք, դա այն է, որ այս վերլուծությունը կատարվել է ՍԵՊԱ-ի մշտադիտարկման, իրականացման եւ հաղորդակցման աջակցության առանձին ծրագրի շրջանակներում, որ իրականացրել է ԳՕՊ ընկերությունը Եվրամիության ֆինանսական աջակցությամբ, մրցութային սկզբունքով ներգրավել են անկախ փորձագետներ, այսինքն մենք բոլորս եւ այլ ոլորտների մասնագետներ եւ այլն աշխատել ենք նույն վերլուծության շրջանակներում։ Կնեք, ես նշեմ, շուրջ 1 տասնյակ փորձագետներ եւս մասնակցել են տարբեր ոլորտներից, ցավոք մենք չենք կարողացել տեխնիկապես բոլորին ներկա։ Եվ ունեցել ենք նաեւ ժամանակային սահմանափակում։ Մենք նայել ենք 21-ից 24 թվականների ընթացքում իրականացված աշխատանքները, հաշվետվությունը ավարտվել է նախորդ տարվա գարնանը, այսինքն դրանից հետո տեղի ունեցած փոփոխությունները արդեն ներառված չեն եղել, շատ լուրջ փոփոխություններ կարծեմ չի եղել։ Հիմա ինչ կասեի ես նախ ապրոքսիմացիայի մասին, մոտարկման մասին, մոտարկում մի քիչ ուրիշ բառ է, ապրոքսիմացիա, ոնց որ պնդում են որ նշենք, որովհետև ինչպես նշեցիք, մենք չենք ինտեգրացվում, մենք չենք տեղայնացնում եվրոպական օրենսդրությունը, այսինքն տրանսպոզիցիա չենք անում, անում ենք ապրոքսիմացիա, որը շատ ավելի մեղմ է, կարևոր է բովանդակային ներդաշնակեցումը։ Բայց կարևորագույն խնդիրներից մեկը, որ էներգետիկայի ոլորտում համենայն դեպս խնդիր էր, դա այն էր, որ մենք մոտեցում, որով գնացել էր կառավարությունը, համաձայնագրին կից գոյություն է ունեցել ճանապարհային քարտեզ, որը հիմա նորացվել է, այս հունվարի 6-ի կարծեմ կառավարության որոշմամբ ընդունվել է արդեն նոր ճանապարհային քարտեզը, եւ ճանապարհային քարտեզը ֆիքսել է կոնկրետ դիրեկտիվների անուններ եւ կառավարական ապարատը աշխատել է այդ դիրեկտիվների տեղայնացման ուղղությամբ, ապրոքսիմացիայի ուղղությամբ, Դրա մեջ կարևորագույն խնդիր կա, որովհետև Եվրոմիությունը իր դիրեկտիվները չի պահում կարծրացած։ Ամեն ոլորտի մեջ օրենսդրությունը անընդհատ ապրում է, շնչում է, փոփոխվում է եւ դուս ենք այս այսպես կոչված recast-ները, այսինքն վերահրապարակված, վերամշակված դիրեկտիվները, որոնք շատ հաճախ սկզբունքային փոփոխություններ ունեն, ընդհանուր մինչեւ անվանափոխվում է դիրեկտիվը։ Կարծում մեր խնդիրը եղել էր հենց այն, որ ճանապարհային քարտեզը կարծացած մեղել էր կոնկրետ դիրեկտիվների անուններ եւ էներգետիկայի ոլորտում արդեն դուսերեկի ոլորտներ կար, նո էներգետիկան երևի թե ամենատարողունակն է, այնտեղ շուրջ 74 փաստաթուղթ է, մեկ դիրեկտիվ չի, կան 7-8 դիրեկտիվ եւ դրանց ենթա տեխնիկական կանոնակարգեր, որոնք նույնպես մաս են կազմում։ Այդ ոլորտում շատ բան առաջ էր գնացել։ Օրինակ էներգոարդյունավետության, վերականգնող էներգետիկա, էլեկտրոէներգետիկ շուկաների դիրեկտիվները վաղուց արդեն չեղարկված էին, դեռևս լինելով մեր ճանապարհային քարտեզի մաս։
հա, եւ դա անիմաստ գործով է։ No անիմաստ չէ, այդ կարևոր հարց եք տալիս, անիմաստ ինչի, որովհետեւ դա մենակ Հայաստանի խնդիր չի։ Բոլոր Եվրամիության անդամ եւ անդամակցության տեխնացու երկրներն էլ գնում են նույն ճանապարհով դուրս է գալիս դիրեկտիվը, իրանք ինչքան կարողանում են մոտարկում են, երբ ավարտում են, հավանաբար դուրս է գալիս նոր դիրեկտիվ։ Բայց դա չի նշանակում, որ իրանք ջանքերը ապարդյուն էին։ Չէ, որովհետեւ դիրեկտիվը նորացված recast-ը, հա, նոր դուրս եկած լրամշակված դիրեկտիվը սահմանում է հաջորդ քայլերը, ստեղից ուր են գնում, չենք կանգնում։ Մենք մեր էներգետիկայի դաշտում նայեցինք եւ ճանապարհային քարտեզը եւ նաեւ զուտ որպես ամբիցիոզություն նայեցինք recast-ները, որոնք նոր լրամշակված նոր դուրս եկած դիրեկտիվները, որոնք չէին մտել ճանապարհային քարտեզի մեջ եւ գնահատեցինք երկուսի հետ էլ համապատասխանությունը։ Ունենք ոլորտներ, որոնք ողջունելի առաջընթաց ունենք, օրինակ էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացման շնորհիվ եւ այդ ոլորտի ամբողջ օրենսդրական բարեփոխումները, որ կատարել է, որ շուրջի արդեն մոտ 40%-ով Հայաստանում էլեկտրաէներգետիկայի վաճառքը ազատ շուկայական դաշտում է տեղի ունենում մրցակցային սկզբունքներով եւ դրա հետ կապված բոլոր այն բարեփոխումները, որ արել էր կառավարությունը, հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովում եւ տեխնիկական աջակցության դոնորների աջակցությամբ դրանք իհարկե մեզ համարյա կիսով չափ, չեմ մյուս ոլորտներ ոնց, մենք տոկոսային էինք գնահատում, համարյա 50%-ով դիրեկտիվի մոտարկում ունեինք էլեկտրաէներգետիկ շուկաների հետ կապված, երբ որ նայում ենք վերականգնվող էներգետիկայի դիրեկտիվը եւս, քանի որ հիմնական այնտեղ փոփոխությունները կապված էին շուկան բացելու, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների հասանելիությունը ապահովելու, այդտեղ էլ ունեինք մինչև, ասենք 45, 50, 53 նայած ոլորտի։ Բայց այդտեղ հարց առաջացավ հենց արդյոք մենք նայում ենք միայն օրենքը, որտեվ ճանապարհային քարտեզը եւ համաձայնագիրը խոսում են օրենքների մոտարկման մասին։ Բայց ուտ պրակտիկ այդ ոլորտում աշխատող որպես մասնագետ մենք չենք կարող անտեսել, որ կարող ես հրաշալի օրենք ընդունես, բայց չլինի, այո, չլինի դրա ինստիտուցիոնալ կարողությունը, նախարարություններ եւ այլ կառույցներ, որոնք դրա կիրարկում պիտի ապահովեն եւ հետո դրա իրականացումը։ Իսկ էներգետիկ քաղաքականությունը էկոնոմիկայի նախարարությունում կնեք տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում ովքեր են իրականացնում, կա այդպիսի վարչություն։ Կա հենց վարչություն։ Դե գիտեք երևի 19 թվականից հետո էներգետիկայի նախարարությունը միացվեց տարածքային կառավարման նախարարության հետ եւ սկզբունքորեն կար 3-4 փոխնախարար, այդ ժամանակ առանձին նախարար, հիմա դրա համար կա պատասխանատու 1 փոխնախարար, որ նշանակվել է օրերս նախորդ տարվա հոկտեմբեր թե նոյեմբեր, այսինքն 1 տարի 3 ամսվա չափ մոտավորապես չունենք փոխնախարար ոլորտի։ Եվ ամբողջ այդ նախարարությունը հիմա 1 վարչություն է, էներգետիկայի վարչություն։ Հաշվի առեք, որ դա հսկայական ոլորտ է, դրա մեջ մտնում է ոչ միայն, ասենք, օրինակ մենակ 70 բիզնես արևային ընկերություններն են, հսկայական մեծ էներգետիկան, ատոմակայանով, ջերմաէլեկտրակայաններով, բաշխիչ ցանցով, հա, գազնադրատակ եւ այլն։ Դա հսկայական սեկտոր է, որ այսօր կանոնակարգում է 1 նախարարության, 1 վարչություն, 1 փոխնախարարով, դա ցանկացած բոլորի կարծում եմ կարծիքն է, որ դա ինստիտուցիոնալ կարողությունների տեսանկյունից շատ անբավարար է, որովհետև այս ոլորտը ամենաարագ շարժվող ոլորտներից է, հաճախ փոփոխվող, դինամիկ եւ հատկապես միջուկային էներգետիկայի հետ կապված զարգացումները, էներգետիկ շուկաների, միջպետական առևտրի հետ կապված կարծում եմ, որ ռեֆորմի դանդաղումը նաև կապված է ինստիտուցիոնալ հզորությունների հետ կապված եւ կիրարկման դաշտը, երբ որ նախարարությունից դուրս է գալիս հրաշալի շքեղ օրենք, բայց տեղում կիրարկող անձինք, չգիտեմ, մաքսայինա, տեսչություննա կամ շուկայի խաղացողները դեռ պատրաստ չեն, այդ գեղեցիկ օրենքները մնում են թղթի վրա։ Այդ մենք խնդիր ունենք էներգախնայողության եւ էներգարդյունավետության ոլորտում, որտեղ օրենսդրական ռեֆորմը բավականին ամբիցիոզ էր, դեռ 18 թվականից կառավարությունը ընդունեց որոշում, որ ասեց, օրինակ, պետական ռեսուրս միջոցների հաշվին եւ նոր կառուցվող բնակելի շենքերում էներգարդյունավետության կիրառումը դառնում է պարտադիր։ Կիրարկման դաշտում նայում ես, տեսնում ես, որ չի գործում դա նախագծողների, փորձաքննողների այդ համալիր էքսպերտիզա եւ այլն փորձ, եթե ինչ-որ մեկը չարամտորեն խուսափի կիրարկելուց, դա տեղի է ունենում։ Եվ նույնը, այնտեղ մեկ էլ էս ոլորտում ունենք մի հատ ավելի տենց զավեշտալի իրավիճակ, որովհետև Հայաստանը
այս դեպքերից է, երբ որ տարբեր միջպետական համաձայնագրերի հետ կապված լինում են խզումներ եւ իրար խանգարող հանգամանքներ, Հայաստան լինելով ԵԱՏՄ անդամ, այն ամենը ինչ վերաբերվում է միջպետական եւ մաքսային առևտրային հարաբերությունների, կոնկրետ էներգետիկայի դաշտում խոսքը վերաբերում է էներգասպառող սարքավորումներին, այնտեղ կան իրենց կանոնակարգեր։ Եվ նույնը ունի ՍԵՊ-ան, այսինքն էկոդիզայնի, էկոլեբլինգի դիրեկտիվաներով, հա, էկոպիտակավորման եւ էկոնախագծման։ Տարբերությունները երբեմն աննշան են, բայց քանի որ իրանք երկու հսկայական գրադարան է տեխնիկական կանոնակարգերի, անգամ որևէ մեկը չի փորձել դրանք դնի կողքի համեմատի, կառավարությունը ասելով որ ԵԱՏՄ-ն պարտադիր է, իսկ ՍԵՊ-ան ոնց որ մի քիչ ավելի կամ մեղմ ձևակերպումներ ունի իր պարտավորությունների տեսանկյունից, հայտարարեց, որ ԵԱՏՄ-ից բխող պարտավորությունները պարտադիր են եւ դրանք քանի որ արդեն ընդունված են, մենք տեղայնացնել էկոդիզայնի եւ էկոպիտակավորման դիրեկտիվները չենք կարող ամենայնիվս այս փուլում։ Մենք նոր նայում ենք նոր ընդունված ճանապարհային քարտեզում նորից այդ դիրեկտիվները դրած են եւ կողքը նշված է, որ ԵԱՏՄ պահանջների համապատասխանությամբ որը դա դժվար է դա անել եւ եթե այսինքն որոշակի հակասություն կա ԵՏՄ անդամակցությունը Հայաստանի խոչընդոտում է որոշակի միանշանակ խոչընդոտում է որտեղ կարծում եմ Եվրոմիության պահանջները էներգարդյունավետության, մաքուր էներգիայի ոլորտում շատ ավելի պահանջկոտ են, շատ ավելի բարձր են, շատ ավելի խիստ են եւ մենք նույն սկզբունքով նոր ճանապարհային քարտեզն են պահանջների տեղայնացում եւ ապրոքսիմացիան դրված են նվազագույնի սկզբունքով։ Օրինակ, ունենք էլեկտրաէներգետիկայի մասին օրենքի նախագիծ եւ ունենք վերականգնող էներգիայի եւ էներգարդյունավետության օրենքի նախագիծ։ Բոլոր դիրեկտիվների դիմաց գրված է այդ նախագծերի ընդունումը։ Բայց դիրեկտիվները ունեն բազմակի այլ, օրինակ, վերականգնող էներգետիկայի մասով չի կարելի միայն ունենալ օրենք, իսկ ինչպիսին է քո տրանսպորտի թիրախը։ Օրինակ եմ բերում, այսինքն եթե դու խթանում ես վերականգնող էներգետիկան, դու պիտի ունենաս կոնկրետ թվային թիրախ, թե որ տոկոսով քո տրանսպորտի օգտագործած վառելիքը վերականգնվում է։ Նույնը արդյունաբերության համար սահմանել քանակական թիրախ, թե արդյունաբերության էներգասպառում որ տոկոսով պիտի գա վերականգնող աղբյուրներից։ Նույնը շենքերը չի կարելի ասել կխթանեմ էներգարդյունավետը, պիտի ունենաս շենքերի վերանորոգման ազգային ռազմավարություն, թիրախ, թե որքան շենք տարեկան պիտի վերանորոգվի եւ որքան շենք պետք է տարեկան գա գրեթե զրոյական էներգասպառման։ Տիկին Պասյան, եթե ընդհանրական գնահատենք, ձեր գնահատականը իմպլեմենտացման պարտավորությունների կատարման ինչպիսին է։ Կարծում եմ միանշանակ եղել է քաղաքական կամքի դրսևորում շատ հարցերով ունեցել ենք օրենսդրական ռեֆորմի լայն քայլեր, մեծ քայլերով առաջ են գնացել, հատկապես դա արձոլվում է ընդունված կառավարության որոշումների եւ օրենքների նախագծերի, որոնց մի մասը դեռ ընդունման փուլում է։ Մենք կարելի ասել միանշանակ անտեսել ենք recast-ները, այսինքն այդ ճանապարհային քարտեզի ընթացքում դուրս եկող նոր լրամշակված դիրեկտիվները եւ շատը թերացել ենք կիրարկման եւ ինստիտուցիոնալ կառուցությունների հարցով միջին իմ գնահատականը ըստ դիրեկտիվների մոտարապես ասենք 37 ամնաստորին շեմներ շենքերի դիրեկտիվի մասով եւ լավագույն դեպքում տենց 52-53% վերականգնող էներգետիկա եւ էլեկտրաէներգետիկ շուկաների մասով։ Շնորհակալ եմ ներկայացնելու համար, պարոն Գրիգորյան, բնապահպանության ոլորտում կամ շրջակա միջավայրի ձեր հայտնաբերած խնդիրները, այսպես գլխագրերով ներպետական օրենսդրության եւ Եվրամիության հրահանգների անհամապատասխանություն շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կամ բոլորիս հայտնի ՇՄԱԳ համակարգի ինստիտուցիոնալ ձախողումներ, լիազոր մարմինների իրավասությունների կարողությունների բացառ ռազմավարական էկոլոգիական գնահատման համակարգի թերի կարգավորումներ եւ այլն։ Բավականին այսպես խնդիրներ եք բարձրաձայնել, կխնդրեմ կենտրոնանանք գլխավոր հարցադրումների վրա, ինչպիսին է Հայաստանի Հանրապետության կողմից ՍԵՊ-ով ստանձնած պարտավորությունների կատարումը բնապահպանության կամ շրջակա ոլորտում։ Շրջակա միջավայրի պահպանության հետ կապված հարցերում կարող ենք ասել, որ կա, չեմ ուզում անպագորգոր արտահայտություններ կիրառել, բայց տոտալ ձախողում։
եւ այդ ձախողումը վերաբերել է ՍԵՊԱ-ի համաձայնագրով ստանձնած պարտավորությունների իրականացմանը։ Ես այստեղ կարող եմ շատ կոնկրետ ասել, որովհետեւ ի տարբերություն շատ այլ ոլորտների, այստեղ կա բավականին հստակություն ՍԵՊԱ-ով։ Օրինակ ՍԵՊԱ-ն ունի հավելվածներ, տվյալ դեպքում կա երրորդ հավելված, որտեղ սահմանված են այն դիրեկտիվների ցանկը, հստակ դիրեկտիվների ցանկը, անգամ հոդվածները, որոնք ենթակա են ապրոքսիմացիայի մոտարկման, մոտարկում ապրոքսիմացիա տերմինին դեռ կանդրադառնանք։ Եվ այստեղ իմ կողմից որպես փորձագետ կար հայցողականության շատ փոքր շրջանակ, կա պարզապես տեխնիկական աշխատանք վերցնել, իրականացնել համեմատական իրավական վերլուծություն, հասկանալու համար թե բովանդակային առումով արկա օրենսդրությունը որքանով է համապատասխանում ԵՄ դիրեկտիվներին եւ ինչ աշխատանքներ են իրականացվել մոտարկում իրականացնելու համար։ Ու այստեղ ունենք մի իրավիճակ, մենք դա անգամ ներկայացրեցինք Բրյուսելում, երբ մասնակցում էինք այդ փորձագիտական աշխատանքը ներկայացնում էինք նաև ԵՄ հանձնաժողովի տարբեր DG-ներին, այդ Director General, հա, նրանց նախարարություններն, այսպես ասած։ Հիմա տեսեք ինչն է հարցը, քանի որ եւ Հայաստանի եւ ԵՄ օրենսդրությունը շրջակա միջավայրի, հատկապես այդ շմագի շրջակա միջավայրի ազդեցության գնահատման գործընթացների ոլորտում հիմնված է նույն իրավական հենքի վրա, երկուսն Օրուսի կոնվենցիան է, ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կոնվենցիան, որը վերաբերում է հանրության մասնակցությունը որոշումների ընդունմանը, այդ գնահատման գործընթացները եւ այլն։ Այստեղ կա տերմինաբանական շատ նմանություն ԵՄ օրենսդրության եւ Հայաստանի օրենսդրության միջեւ։ Եվ դա թույլ է տալիս պատկան մարմիններին կամ առանձին чиновникներին հայտարարել, որ մեր օրենսդրությունը մեծ մասամբ համապատասխանում է եւ ինչ ընթացիկ առօրյական աշխատանք, որ իրանք կատարում են, որը վերաբերում է շմակ գործընթացին, ընդունում են, չէ՞, ինչ որ իրավական ակտեր, կառավարության որոշումներ, հրահանգներ եւ այլն, նախարարների հրամաններ։ Այդ ամբողջ առօրյա կենցաղային մակարդակով իրականացող աշխատանքը մատուցվում է որպես ՍԵՊԱ-ի իմպլեմենտացիա, ինչը այդպես չէ։ Եվ բովանդակային առումով, երբ իրականացնես բովանդակային վերլուծություն, շատ քիչ ընդհանուր բան կա, տերմինաբանական ընդհանրություններ կան, բայց ինստիտուցիոնալ առումով սրանք կատարելապես տարբեր ինստիտուտներ են։ Մեկ-երկու օրինակի վրա, հա, բացատրեմ, օրինակ Հայաստանում շմագ փորձաքննությունը իրականացնում է նախարարության, շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող այդ համապատասխան կենտրոնը։ Եվ ամենայն հարգանքով փորձագետների նկատմամբ, այնտեղ շատ բարձր մակարդակի փորձագետներ են, սակայն մեկ անձը, որի վրա դրված այդ փորձաքննության հանքարդյունաբերական նախագծի փորձաքննության իրականացումը, նա օբյեկտիվորեն չի կարող այդ ամբողջ նախագիծը փորձաքննության ենթարկել։ Գործող օրենսդրությունը սահմանում է որոշակի կանոնակարգեր, հա, օրինակ նրանք կարող են կարծիքներ հարցնել տարբեր ինստիտուտներից, հա, եւ նախարարության կազմում գտնվող եւ նախարարությունից դուրս, օրինակ առողջապահության նախարարություն։ Բայց այդ ինստիտուտների կողմից տրամադրված կարծիքները դրանք որևէ իրավական արժեք չունեն։ Մենք ունենք անգամ դատական գործընթաց, որի շրջանակներում միջնորդություն է ներկայացվել առողջապահության նախարարությանը ներգրավել որպես երրորդ կողմ եւ հարցնել թե ինչ կարծիք ես դու տրամադրել։ Դատարանը մերժել է այդ միջնորդությունը, հիմնավորելով, որ դրա կողմից տրամադրված կարծիքը իրավական հիմք չէ, իրավական արժեք չունի։ Չկա որևէ ընդհանցակարգ, ինչպես է այդ կարծիքը մշակվում, չկան չափանիշներ, ինչպես պետք է, ինչ մեթոդաբանական հիմքի վրա պետք է այդ կարծիքը տրամադրես։ Չկա իրավական ստատուս այդ կարծիքին, ենթարկա չէ բողոքարկման։ Մինչդեռ ԵՄ պարագայում միանգամայն այլ իրականություն է։ Տեսեք, նույն մեխանիզմն է, հա, նույն Օրուսի կոնվենցիայի վրա հիմնված իրավական մեխանիզմն է, բայց միանգամայն այլ ինստիտուցիոնալ դաշտով։ Այնտեղ կա ոչ թե մի փորձագետ է պատասխանատու, այլ մարմին է որպես այդպեսին։ Այնտեղ կան լրացուցիչ 6 դիրեկտիվներ, որոնք առանձին ուսումնասիրում են այս կամ այն, ասենք, ջրերի հետ կապված, օդի արտանետումների հետ կապված, Հայաստանում էլ կան որոշակի կարգավորումներ հենց ջրերի թույլտվության եւ օդի արտանետումների վերաբերյալ, բայց որևէ այլ ոլորտում չկա։ Առողջապահության նախարարությունը ինչ որ տրամադրում է, դա սեփական կարծիքն է։ Նախարարության ինչ որ մի գերատեսչություն տրամադրում է այստեղ կենթանական աշխարհը կամ կենսաբազմազանությունը, կարմիրքային կենսաբազմազանություն կա թե չկա, դա նրա մասնավոր կարծիքն է եւ մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ կատարելապես սխալ կարծիքների հիման վրա տրամադրվել են փորձաքննական եզրակացություններին, օրինակներով կարող եմ ասել, մեղրի հետ, լիճքի հանքավայրի հետ կապված։ Նույնիսկ ասում եմ, չկան այնտեղ կարմիրքային կենսաբազմազանություն, ամենս այլընտրանքային դաշտային հետազոտություն, մասնագետները գնում են, բազմաթիվ այդտեղ հայտնաբերում են, բա դու ո՞նց ես դրա հիման վրա, այդ կարծիքի հիման վրա տրամադրել այդ իսկ ընդհանուր բնապահպանական ազգային ռազմավարության բացակայությունը ինչ խնդիրների հանգեցնում։
Այստեղ խնդիրներ դժվար է ասել ինչ խնդիրների է հանգեցնում, բայց կարող ենք ասել, որ ՍՊԱ-ով ամրագրված ոչ այդ ընդհանուր ռազմավարությունը, ընդհանուր ազգային բնապահպանական ռազմավարությունը, ոչ էլ դրանից բխող ոլորտային ռազմավարությունները ընդունված չեն։ Երբ մենք քննարկում ենք ոլորտի մասնագետների հետ, ասում են դե կընդունենք, դե հիմա ժամկետային սահմանափակում չունենք։ Իսկ այն դեպքերում այն հարցերով վերաբերել, որոնք կան, որտեղ կան ժամկետային սահմանափակումներ, դրանք եւս ընդունված չեն։ Հիմնավորումները դե պատերազմներ, դե կոവിഡ്ներ, դե լավ։ Այդ հիմնավորումները տարբեր հարցով լսել ենք, դե վետինգ չարեցին, քանի որ պատերազմներ եւ այլն։ Մոտարկման հետ կապված մի կարևոր առանձնահատկություն կարելի է ասում եմ ընդհանուր քննարկումներից ելնելով, շատերը տարբեր գերտեսչությունների ներկայացուցիչները տարբեր ընկալումներ ունեն, ինչ ասել է մոտարկում կամ ապրոքսիմացիա։ Օրինակ անգամ այսպեսի քննարկում է եղել, որ գիտեք, սա ասոցիացիան համաձայնագիր չէ, եւ մենք պարտավորություն չունենք ԵՄ-ի դրույթները, ԵՄ դիրեկտիվներով ամրագրված դրույթները ինկորպորացնել մեր օրենսդրության մեջ։ Շատ լավ, իսկ ո՞րն է այն չափանիշը, այն սահմանը, որը առաջացնում է պարտավորություն կամ մոտարկելը ինչ է ենթադրում։ Լավ, մոտարկեցինք։ Մոտավորապես տերմինաբանական առումով նման են։ Համարում ենք սա մոտարկում։ Եվ քանի որ մենք չունենք ինստիտուցիոնալ մակարդակում վերահսկողություն ՍՊԱ-ի իմպլեմենտացիայի նկատմամբ, որքանով ես եմ տեղյակ, փոխվարչապետներից մեկի մեր Գրիգորյանի գրասենյակն է համակարգում, թե ինչպես, չգիտենք, ենթադրում եմ, որ հարցնում են ինչ եք արել նախարարություններին ՍՊԱ-ի հետ կապված, նրանք էլ ինչ ծանոթ բառ գտնում են, որ ԵՄ ոլորտին վերաբերելի է, ներկայացնում են իրենց առօրյա աշխատանքը որպես ՍՊԱ-ի իմպլեմենտացիա։ Եվ չկա չափանիշ, չկա հստակություն, լավ, մենք ինչպես գնահատենք իրականացման աստիճանը։ Չկան այդ չափանիշներ։ Անգամ նոր ճանապարհային քարտեզով, որտեղ այդ KPI-ները սահմանվեցին, այդ Key Performance Indicators, կատարողականի ցուցիչներ, անգամ այնտեղ հիմա երբ կարդում ես, անգամ այնտեղ չկա հստակ չափանիշ, որ հնարավոր լինի բովանդակային համատական անցկացնել։ Այնտեղ կան օրինակ ընդունվել է այսինչ իրավական ակտը, մշակվել է այսինչ մեխանիզմը, բայց այդ մեխանիզմը, այդ իրավական ակտը, որ ընդունվել է, որքանով է համապատասխանում բովանդակային առումով ԵՄ վերաբերելի դիրեկտիվների բովանդակությանը եւ ինստիտուցիոնալ համակարգին, այսպեսի չափանիշ անգամ չկա, հնարավոր լինի գնահատել։ Հաշվարկային չի, այսինքն արվող քայլերի կապը Եվրամիության պահանջների հետ։ Չափելի չի, այո, եւ մենք տեսնում ենք նախորդ մեր իրականացված մոնիթորինգի արդյունքում կոնկրետ շրջակա միջավայրի հետ կապված հարցեր տեսնում ենք, որ կա տոտալ ձախողում, բայց երբ քննարկումը իրականացվում է ոլորտի ներկայացուցիչների հետ, պարզվում է, որ չէ, այս ոլորտը չեմպիոնն է կատարողականի մասով այլ ոլորտների համեմատ, որովհետեւ ինչ-որ թիվ են ասում 100 քանի իրավական ակտ է ընդունվել։ Այդ իրավական ակտերը չեն համապատասխանում բովանդակային առումով այն իրավական ակտերին, որոնք արտացոլված են ԵՄ դիրեկտիվներում։ Այդ ընդունեք, հետո այդ նույն չափանիշները մնում են նաև հիմա ցավնայինը։ Դեռ մի բան թույլատրվել են, օրինակ, եթե նախկինում կար այսպեսի KPI, KPI չէ, նպատակ, ընդունվել է ընդհանրենք տեղեկատվության ազատության վերաբերյալ առանձին օրենք, բնապահպանական տեղեկատվության վերաբերյալ, հա, եւ որը չի ընդունվել։ Այնտեղ կար այդպեսի ցուցանիշ, որը ձախողվել էր, չէր իրականացվել։ Կար եւս մեկ ցուցանիշ, որ գործող տեղեկատվության ազատության մասին օրենքում իրականացվել է փոփոխություն եւ այնտեղ ավելացվել է բնապահպանական տեղեկատվության հասկացություն։ Դա էլ չի արվել։ Եվ հիմա այս նոր ճանապարհային քարտեզով դրանք անգամ չկան։ Այնտեղ նշված է ինչ-որ մշակվել է մեխանիզմ տեղեկատվության տրամադրման եւ որպես KPI նշված է շմակ փորձաքննական փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրվել հանրությանը։ Դա բնապահպանական տեղեկատվություն չէ։ Սա դու նեղացրել ես մինչև անհնարինություն, հա, շմակ փորձաքննական եզրակացության հետ կապված ինչ-որ գործընթացների հետ կապված հարցերով։ Այսինքն անգամ հիմա չկա պարտավորություն այդ օրենքը ընդունել։ Այն դեպքում, երբ ՍՊԱ-ի 3-րդ հավելվածով նշված է դիրեկտիվ, որը վերաբերում է տեղեկատվության ազատությանը բնապահպանական շրջակա միջավայրի ոլորտում։ Էս եղավ ինչ։ Շնորհակալություն։ Մենք անպայման ձեր առաջարկներին կգանք, լսենք տիկին Սառա Ղազարյանին, հոգեկան առողջության ոլորտի փորձագետ,
Դուք հայտնաբերել եք խնդիրներ անհամապատասխանություն միջազգային իրավական չափանիշներին, օրենսդրական բացեր, հարկադիր բուժման մեթոդների կիրառում, գործունակության իրացման անկարողություն, հասարակության բացասական վերաբերմունք, խարան, իրավունքահեն եւ որակյալ ծառայությունների պակաս, կխնդրեմ մանրամասնեք հիմնականում ինչ շեշտադրումներ կանեք։ Շնորհակալություն, թվայց ձեր բարձրացած հարցերին անդրադառնալը, կուզենայի երկու բառով անդրադառնալ, խոսել ՍԵՊԱ-ում հենց հոգեկան առողջության ոլորտի բարելավման գործողությանը, ինքը մի գործողություն է, ու ձևակերպված է որպես հոգեբուժական ծառայությունների բարեփոխում, որը նախատեսված էր իրականացնել 1 տարվա ընթացքում, 23 թվականի ընթացքում, բացառապես առողջապահության նախարարության պատասխանատվությամբ ու նախատեսված էր հոգեբուժական հաստատությունների աշխատակիցների կրթում եւ համայնքային հոգեբուժական ծառայության մոդելի ներդրում։ Եթե սենց վերցնենք, ինքը կարծես թե առաջի հայացքից հնչում է շատ դրական նախաձեռնություն, բայց փաստացի իրանք անհամապատասխանություններ ունեն իրար մեջ, որտեվ որ մենք հարցեցինք, խոսեցինք առողջապահության նախարարության հետ, պարզվեց, որ ընդամենը 2 հոգեբուժ է կրթվել 23 թվականին, ու այն էլ պարզ չի, այդ հոգեբուժները աշխատել են հոգեբուժական հաստատություններում, թե չեն աշխատել, ինչ է նշանակում ընդհանրապես համայնքային հոգեբուժական ծառայության մոդել, էլի որևէ եզրույթի սահմանում մենք չունենք, հա, հասկանանք ինչ է դա ենթադրում, բայց ոնց հասկանում ենք ձևակերպումից, դա խնամքի տների ստեղծում էր ենթադրում, որը համայնքներում, ենթադրաբար համայնքներում, բայց դա աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայության ներքո պետք է կատարվեր, բայց այդ նախարարությունը որպես կատարող, պատասխանատու կամ համակատարող ճանապարհային քարտեզում առհասարակ հիշատակված չէ։ Ու շատ դժվար էր այդ գնահատումը կատարել, քանի որ մենք չունենք որևէ ցուցիչներ, չունենք որևէ ելքային տվյալներ, չունենք որևէ չափելի արդյունքներ, վերջնարդյունքներ, հա, հասկանալու համար, օրինակ, քանի հոգեբուժի կրթումն է համարվում բավարար, քանի խնամքի տոն ստեղծումն է համարվում բավարար, որպեսզի մենք համարենք այդ համայնքային հոգեբուժական ծառայության մոդելի ստեղծումը, նույնիսկ եթե շատ մեծ վերապահումով ընդունենք, որ խնամքի տունը կարա համարվի դրա կոմպոնենտը։ Դրա համար այդ առումով ոնց որ ՍԵՊԱ-ի համատեքստում նման ձևակերպումները շատ հեղեղուկ են ու անորոշ, շնորհակալություն, հա, ու չափելի չեն առհասարակ, ու ինչ վերաբերվում է այդ ձեր նշած համապատասխանությունների մեր ստանձնած միջազգային պարտավորություններին, մասնավորապես ՄԱԿ-ի շրջանակներում ստորագրված կոնվենցիաներին, ապա մենք ունենք պարտավորություն իրականացնելու ապաինստիտուցիոնալացում, ինչը ենթադրում է, որ մենք պետք է ստեղծենք համայնքներում ծառայություններ, ոչ թե մենք ստեղծենք մոդել, որը պետք է ձևավորվի խնամքի տների ստեղծմամբ։ Բացի դրանից մենք ունենք օրենսդրական բացեր, որոնք պետք է նույնպես համապատասխանեցնենք միջազգային չափանիշներին, դրանք հիմնականում այդ անգործունակության ինստիտուտին են վերաբերվում եւ անձին ոչ հրաժարական բուժման ենթարկելուն։ Անցած տարիների ընթացքում կարող եմ ասել, որ անգործունակության ինստիտուտի առումով մենք ունեցել ենք փոքրիկ դրական տեղաշարժ, նույնիսկ կատարվել է հետազոտություն, նախատեսվել է աջակցության միջոցով որոշումների կայացման մեխանիզմի ներդրում, մշակվել է դրա գործողության պլանը, որը ուղարկվել էր Արտարդարության նախարարություն, բայց այդ գործողությունը ինչ որ նույնիսկ ներառվել էր Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության մեջ որպես միջոցառում, բայց չիրականացվեց։ Բացի դրանից, որ չիրականացվեց, ինքը կասեցվեց ու հիմա նախարարություն 2024 թվականին նոր նախագիծ է բերել հարթակ, քննարկման է դրվել սահմանափակ գործունակության ներդրումը, որպես, հա, որը էլի հակասում է մեր միջազգային պարտավորություններին ու ինքը հիմնված է եղել Եվրոպայի խորհրդի կատարված հետազոտության վրա, հիմնականում Նիկոլան ընդդեմ Հայաստանի գործի շրջանակներում, բայց բավականին թերություններ ուներ, քանի որ անգամ հետազոտությունը չի անդրադարձել մեր պարտավորություններին ՄԱԿ-ի շրջանակում, հա։
Մյուս խնդիրների ոլորտի եթե խոսեմ, մենք ունենք ծառայությունների բաց, ունենք մասնագետների շատ մեծ պակաս ու բոլոր այդ մեր ծառայությունների ու մասնագետների կենտրոնացում ունենք ցավոք սրտի։ Մեր հոգեբույժների 60-ից ավել տոկոսը կենտրոնացված է Երևաններում, մենք ունենք մարզեր, որտեղ նույնիսկ չունենք հոգեբուժական հաստատություններ, թեև ես չեմ ասում, որ պետք է ունենանք, առհասարակ չպետք է ունենանք, ճիշտ լուծումը ընդհանուր պրոֆիլի հիվանդանոցներում հոգեբուժական բաժանմունքներն են, բայց առհասարակ փաստորեն անձիկ զրկված են որևէ հոգեբուժական աջակցություն ստանալու հնարավորությունից իրենց մարզում գոնե թե։ Տիկին Ղազյան, իսկ ծառայությունների որակը արդյոք համապատասխանում է եվրոպական չափանիշների այն ծառայությունները, որ մատուցվում են հոգեկան առողջություն ունեցող խնդիրներ ունեցող անձանց։ Մի տեսակ Հա, համաձայն եմ, մենք միակ ծառայությունը, որը հասանելի է, եկել ես չեմ ուզում նրան նկարագրել։ Միակ հասանելի ծառայությունները հոգեբուժական հաստատություններն են, ունենք մասնավոր ոլորտի մասնագետներ, բայց այդ ծառայությունները մատչելի չեն բոլորին։ Այսինքն ավելի թանկ են մասնավորները բնականաբար թանկ են ու մենք փորձագետների հետ զրուցելիս հոգեբույժների իրենք ռիսկ են տեսնում նաև որ այդ մասնավոր ոլորտում քանի որ չկա վերահսկողություն պետության կողմից կարան լինի չարաշահում անձը գումարի համար կարող է բուժումը երկարացնել պայմանական չարաշահելով, հա ելնելով իր բարեկեցությունը ապահովելու նպատակից, հա, իսկ պետական ոլորտում հոգեբույժների ծանրաբեռնվածությունը շատ մեծ է ու հատուցումը համաչափ չէ։ Դրա համար նույնիսկ մարզերում անձին մի փոքր ինչ որ ոչ ստանդարտ իրավիճակի դեպքում անձին արդեն ուղղորդում են մայրաքաղաք, քանի որ իրենք համապատասխան ֆինանսավորում չեն ստանում ու եթե շատ կոպիտ ու ուղիղ ասեմ, չեն ուզում գլուխները գլխացավանքի տակ դնել, հա։ Գնեք, ձեր մշտադիտարկման շրջանում առողջապահության համապարփակ ապահովագրություն ներդրված չէր, եթե մի քիչ առաջ ընկնենք, գանք մեր օրեր, այս համակարգի ներդրումը ձեր ոլորտի բացերը խնդիրները ինչ որ կերպ կարող է լուծել։ Ինքը ներառված չի ապահովագրության մեջ։ Մեր մոտ հոգեբուժական ծառայությունը անվճար է, բայց ապահովագրության մեջ ինքը այս պահին ներառված չէ։ Մենք շատ երկար քննարկումներ ենք ունեցել նույնիսկ թե հոգեբանների աջակցությունը լավ, եթե չէ գոնե հոգեբույժներ այդ անձին ընտրելու, համաֆինանսավորում, բայց այս պահին ապահովագրությունը չի փակում հոգեբուժական ծառայությունները։ Չունենք։ Շատ լավ, եթե այլ ավելացնելու բան ունեք։ Հա, եթե մի նախադասում ավելացնեմ շատ կարևոր թեմայի մասին, այդ սխալ ընկալումների մասին հասարակության շրջանում։ Հանրային բացասական վերաբերմունքը, հա, մենք մեր հետազոտության ընթացքում թվեր ենք բացահայտել, որ անձանց 41%-ը կարծում է, որ չեն դիմում հոգեբուժական աջակցության այդ բացասական ընկալումների պատճառով հանրության շրջանում, վախենում են խարանվելուց։ Ու ընդամենը 12%-ն է կարծում, որ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձը կարող է ներառվել հասարակություն, աշխատել, ապրել մյուսների հետ։ Ու այդ ամենը հաղթահարելու համար պետությունը պետք է ճիշտ ջանքեր գործադրի, որը ցավոք հիմա համակարգված չի իրականացվում։ Շնորհակալ եմ Տիկին Անտոնյան, դատական համակարգի խնդիրներին անդրադառնանք, դուք եւս մշտադիտարկել եք եւ բավականին լուրջ խնդիրների անդրադարձել ողջամիտ ժամկետում հրապարակային դատաքննության իրավունքի ապահովման խնդիրներ, դատական ակտերի հրապարակման համակարգային թերություններ, համակարգի ինստիտուցիոնալ եւ գործառնական թուլություններ, դատական գործերի քննության ժամկետների խախտումներ, վիճակագրություն, թվայնացում եւ այլն կխնդրեմ հիմնական ձեր շեշտադրումներ, որոնք են այն գլխավոր հարցերը, որ Հայաստանի Հանրապետությունը կաղում է դատական համակարգում իր բարեփոխումներում, խնդրեմ։ Շնորհակալություն քննարկումը կազմակերպելու համար։ Նախ նշեմ, որ ուսումնասիրության շրջանակը եղել է ՍԵՊԱ-ի 4-րդ եւ 12-րդ հոդվածները, որով նախատեսում էր պետության պարտավորությունը ուղղված իրավունքի գերակայության ապահովմանը, դատական համակարգի անկախության ու արդյունավետության ամրապնդմանը, ինչպես նաեւ արտադրության մատչելիության բարելավմանը եւ մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա վերաշխավորված արտադատականության իրավունքի
երաշխավորման, ինչպես տեսնում ենք, բավականին բազմաշերտ եւ համապարփակ պարտավորություններ են նախատեսվում, սակայն ճանապարհային քարտեզը ընդամենը այս հոդվածների ներքո նախատեսված է ընդամենը 2 գործողություն, դա դատայրավական բարեփոխումների այն ժամանակ 19-23 թվականների ռազմավարության ընդունումն է եւ դատավորների քանակի ավելացումն է, բայց բացի ճանապարհային քարտեզի, այդ ուսումնասիրությունից մենք նաև մշտադիտարկել ենք, թե արդյոք ընդհանրապես այդ ճանապարհային քարտեզը հանգեցնում է պարտավորությունների կատարմանը, ինչպես նաև հարցազրույցներ ենք ունեցել դատավորների, փաստաբանների հետ վերհանելու հիմնական պրակտիկ խնդիրները, ինչպես արդեն նշվեց, ճանապարհային քարտեզում բացակայում են որևէ ստուգիչ ցուցիչները, մասնավորապես օրինակ նույն դատավորների քանակի ավելացման հետ կապված չի նշված օրինակ Որատյանի դատավորների մասին է խոսքը գնում եւ ինչ քանակով, այսինքն քանի տոկոսով օրինակ ավելանալու դատավորների թիվը։ Ինչ վերաբերում է օրինակ նույն դատայրավական բարեփոխումների ռազմավարության ընդունումը, նույնպես մեր գնահատմամբ սխալ ձևակերպում է տրված, քանի որ ուղղակի հղում է տալիս, որ պետք է ընդունվի ռազմավարական փաստաթուղթ, բայց բուն գնահատումը ինքնին ռազմավարության, չի իրականացում։ Ինչպես մենք գիտենք, դատայրավական բարեփոխումների համակարգող խորհրդի նիստերը չեն անցկացվում, այսինքն համապարփակ մշտադիտարկում տվյալ ռազմավարության չի իրականացվում եւ հետեւաբար անհնար է նույնիսկ գնահատել, թե նույն որքանով է կատարված դատայրավական բարեփոխումների ռազմավարությունը։ Ողջամիտ ժամկետների մասով նշեմ, որ 1923 թվականների ռազմավարությունը գիտենք ուժը կորցրել էր, հետո ընդունվեց 2022-26 թվականների ռազմավարությունը եւ ի տարբերություն գործող ռազմավարության նախորդում նշվում էին ողջամիտ ժամկետների հետ կապված խնդիրները, նաեւ նշվում էին հստակ ուղղություններ եւ միջոցառումներ։ Ներկայիս գործողությունների ծրագիրը ողջամիտ ժամկետների հետ կապված առանձին նպատակ ուղղություն չի սահմանում, այլ նշվում է, որ ընդհանուր միջոցառումների նպատակների իրականացման դեպքում կբարձրանա դատական համակարգի արդյունավետությունը, կամրապնդվի անկախությունը եւ հետեւաբար նաեւ կպահպանվեն ողջամիտ ժամկետներում գործերի քննությունը։ Եվ 12 նպատակ քայլեր արվում են կառավարության կողմից, հաճախ կարող ենք լսել, որ դատավորների թիվը բարձրացվում, տեխնիկական հագեցվածություն։ Հիմնական ռեսուրսը, այսպես ասած, ռազմավարության դաղվում է էլեկտրոնային արտադատության ներդրմանը։ Պետք է նաև դրականը նշեմ, որ էլեկտրոնային արտադատությունը մասնավորապես վարչական քաղաքացիական գործերով արդեն ներդրված է։ Քաղաքացիական գործերի մասով փաստաբանները նույնպես դրական են գնահատում տվյալ էլեկտրոնային մոդուլի, էլեկտրոնային գործիքների ներդրումը, չնայած առկա են որոշ տեխնիկական խնդիրներ, որոնք կարիք ունեն ընթացիկ մշտադիտարկման, որպեսզի այդ տեխնիկական խնդիրները հրատապ լուծումներ ստանան, բայց հիմնական մեծ, այսպես ասած, խնդիրը էլեկտրոնային արտադրության հետ կապված, մասնավորապես քաղաքացիական գործերով, դա այն է, որ գործերը, որոնք քննվում են էլեկտրոնային մոդուլի շրջանակներում, դրանք ամբողջությամբ չեն արտացոլվում Datalex համակարգում։ Այս մենք գիտենք Datalex-ը այդ միակ հարթակն է, որ հնարավորություն է մեզ տալիս նաև մշտադիտարկել դատական ակտերը, որպեսզի ապահովի նաև թափանցիկությունը, հրապարակայնությունը դատական գործերի եւ այստեղ մեծ խնդիր կա հենց Armlex, այդ քաղաքացիական գործերը, որոնք քննվում են էլեկտրոնային կարգով, որպեսզի դրանք արտացոլվեն նաև Datalex համակարգում։ Դրա մասին մենք խոսեցել ենք, ներկայացրել ենք մեր խնդիրները, բայց դեռևս այդ Datalex համակարգի խնդիրը մնում է արտիական։ Իսկ ժամկետների խախտումների հետ կապված թվում է, թե դատական համակարգին հետապնդող մշտնջենական հարց է սա։ Եվ հատկապես կարևոր այսպես հնչեղություն ունեցող դատական գործեր կարծես ավարտ չունեն եւ հանրությունը միշտ պահանջում է, երբ է դատական ակտ լինելու ինստիտուցիոնալ քայլեր պետությունը արդյոք կարել է այս խնդրին լուծում տալու։ Նայեք, անդրադառնալով ժամկետների մասով կան մի շարք նաև միջազգային այսպիսի գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս նաև գնահատելու դատարանի արդյունավետությունը, հասկանալու համար, թե որքանով է դատավորը տվյալ դատարան արդյունավետ գործում։ Հայաստանի դեպքում խնդիր կա, որ գործերի քննության ժամկետը չի հաշվարկվում, այսինքն մենք չգիտենք, թե ավարտված թե
չավարտված գործերի միջին տևողությունը որքան է։ Սակայն օրենսդրությունը, դատական օրենսգիրքը նախատեսում է, որ պետք է վիճակագրություն վարվի, մասնավորապես ավարտված գործերի մասով, թեթվյալ գործը որքան ժամանակ է տևել, քննությունը ըստ ժամանակի եւ ըստ նիստերի, բայց պատճառաբանվում է, որ համապատասխան ռեսուրսներ չկան, վիճակագրություն չի կարող վարվել եւ հետեւաբար այդ բացը կա, որ հնարավորություն չկա հասկանալու, օրինակ տվյալ գործի տևողությունը ինչքան է եղել, ինչպիսի պատճառներ են եղել, որ օրինակ տվյալ գործով, եթե գործը մի քանի տարի է տևել, նիստերը հետաձգվել են, ինչպիսի սուբյեկտիվ, օբյեկտիվ պատճառներ են եղել, տվյալ մեխանիզմը ինքը բացակայում է եւ ուսումնասիրության շրջանակներում մենք նախատեսել ենք, որպեսզի ներդրվեն յուրաքանչյուր դատարանի արդյունավետության գնահատումը, ցուցիչներն են դրանք, որոնք արդեն կան մշակված միջազգային կառույցների կողմից, նաեւ այդ կառույցների կողմից կիրառվում են գնահատելու նաեւ Հայաստանում արդարադատության որակը։ Ես նշեմ, որ այդ կուտակված գործերը, որոնք անավարտ գործեր են համարվում, նաև անդրադարձել է արտադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովը եւ վերջին զեկույցում Հայաստանը նաև դասել այն երկրների շարքում, որտեղ ավելի շատ չավարտված գործեր կան։ Հաջորդ խնդիրն է դա նաև դատավորի ծանրաբեռնվածությունը հաշվարկելն է, այսպիսի դիսկուրս է նաև գնում, որ ինչպես կարող օրինակ մեկ դատավորը ժամանակին հասցնել բոլոր գործերը, մյուս դատավորները ոչ։ Իրական Հայաստանում օբյեկտիվ, եթե մենք նայենք վիճակագրական տվյալները, այստեղ նաև զեկույցում էլ է ես նշել, որ 25 թվականի օրինակ ապրիլի դրությամբ մեկ դատավորի հաշվով վարչական գործերով 24 թվականի դրությամբ ընկնում է 1316 գործ, որ նա պետք է քննի։ Քրեական գործերով 181 գործ է ընկնում, եթե օրինակ համեմատենք 22 թվականը, 22 թվականի դրությամբ եղել է 135։ Մեկ տարվա ընթացքում։ Այո, մեկ տարվա ընթացքում քաղաքացիական գործերը 956 են կազմում, 2022 թվականի եղել է 2723, այստեղ դրական դինամիկա կա, դա գիտենք, քանի որ որոշ գործեր հանձնվել են նոտարներին եւ այս առումով թեթևացում է եղել, բայց ելի ինքը ցուցանիշը բարձր է ընկնում, որտեվ համարյա 1000 գործ է ընկնում մեկ դատավորի հաշվին։ Նաև կցանկանայի նշել սնանկության գործերի հետ կապված, որ այդքան չի խոսում, բայց ելի վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ միտում կա ավելանալու եւ 24 թվականին եղել է մեկ դատավորի հաշվով մոտ 1097 գործ, իսկ ընդհանուր սնանկության դատարանը քննել է 13167 գործ քննում էր, բայց 50%-ը անավարտ գործեր են։ Սա նույնպես ցուցիչ է հանդիսանում հասկանալու համար, որ այո դատարանները ծանրաբեռնված են, չնայած նրան, որ իրականացում են բարեփոխման, փոփոխության թեթևացնելու, բայց այնուամենայնիվ այդ ցուցանիշը բարձր է մնում։ Դատավորների հետ կապված, որ շեշտադրվում է, որ մեկ դատավոր հասնում, մեկը չի հասցնում, մենք նաև հարցազրույցների միջոցով փորձեցինք հասկանալ իրական պատկերը, արդյոք միֆ է թե միֆ չէ ծանրաբեռնվածությունը եւ հիմնական դատավորները ասում են, որ նրանք կարողանում են հասցնել, եթե արտաժամյա աշխատանք են կատարում կամ հանգստյան օրերին են իրականացնում իրենց պարտականությունները հասցնելու այդ վճիռները գրելու կամ հրապարակելու հետ կապված։ Այսինքն այն, որ նույն ռազմավարության շրջանակներում գործող ռազմավարությունում չի նախատեսում դատավորների թվի ավելացումը, շատ բավականին խնդրահարույց է ու նաև անհասկանալի հաշվի առնելով նաև այս վիճակագրական տվյալները։ Շնորհակալ եմ, անպայման հնարավորություն կլինի ձեր առաջարկները 1-2 րոպեի սահմանում քիչ անց ամփոփել, բայց լսենք պարոն Գյուրջյանին, դուք գնահատել եք ՍԵՊԱ-ի իրականացումը մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2022-25 թվականի գործողությունների ծրագրի համատեքստում եւ վեր եք հանել խնդիրներ ճանապարհային քարտեզի անբավարար համարժեքությունը համաձայնագրով սահմանված նպատակներին, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, սոցիալական քաղաքականության եւ իրավունքի գերակայությանը, մարդու իրավունքների ազգային ռազմավարության եւ գործողությունների ծրագրերի անհամարժեքությունը նախատեսված գործողությունների թերի կատարումն է։ Կխնդրեմ պարոն Գյուրջյան ներկայացնեք ձեր հետազոտության մշտադիտարկման հիմնական շեշտադրումները։ Շնորհակալություն։ Նախ ասեմ, որ մարդու իրավունքների ոլորտում պետության ստանձնած պարտավորությունը ըստ էության բխում է ՍԵՊԱ համաձայնագրի ուրեմն 12-րդ հոդվածից, որը սահմանում է իրավունքի գերակայության եւ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների հարգման պարտականությունը։
Եվ ըստ էության ճանապարհային քարտեզը պետք է մանրամասնորեն գոնե առնվազն ինչ-որ մանրամասնությամբ դիտարկեր այդ խնդրին ուղղված պետության գործողությունները, սակայն հունվարի 9-ին ընդունված որոշման փոփոխված նախկին ուրեմն ճանապարհային քարտեզում ընդհանրապես մեկ գործողություն կար սրա հետ կապված, որը ընդհանրապես վկայակոչվում էր մարդու իրավունքների ռազմավարության ընդունման գործողությունը, այսինքն ոչ մի մանրամասնում չկա, սա խնդրահարույց էր այն տեսանկյունից, որ չնայած նույն կառավարության մակարդակում վարչապետի մակարդակում ընդունվող որոշում է, ինչպես եւ օրինակ ռազմավարությունը որ կառավարության որոշմամբ է ընդունվում, սակայն քաղաքական կշիռը այդ փաստաթղթի շատ ավելի մեծ է եւ երբ որ դրանով չի սահմանվում չեն սահմանվում գոնե առնվազն գործողությունների շրջանակը, ապա եւ սահմանվում է ընդհանրապես հղում է արվում մարդու իրավունքների ռազմավարությունը, ապա այդ ռազմավարությունը արագ փոխելով հնարավոր է շտկումներ մտցնել դրա մեջ եւ պարտավորությունների, այսպես ասած, կատարումից խուսափել այդ կերպ։ Նոր ամսի 9-ին ընդունված ճանապարհային քարտեզում ընդհանրապես այդ կետը չկա, 3 մարդու իրավունքներին վերաբերող հիմնական 3 գործողություն կա, խտրականության կանխարգելման օրենսդրության, անձնական տվյալների պաշտպանության օրենսդրության ընդունման եւ ապաստան հայցելու ինստիտուտի վերաբերող օրենսդրության ընդունման հետ կապված, այլ որևէ ոլորտին վերաբերող որևէ դրույթ չկա, որը առավել խնդրահարույց է դարձնում, հա, իրավիճակը։ Բայց գալով մեր հետազոտությանը նշեմ, որ հիմնական խնդիրները վերաբերել են ամենաառանցքային ոլորտներին մարդու իրավունքների պաշտպանության, առաջնային կյանքի իրավունքին, արդար դատաքննության իրավունքին, խոշտանգումների զերծ մնալու իրավունքի իրացմանը, սոցիալական պաշտպանության իրավունքի իրացմանը եւ մի շարք այլ իրավունքներին։ Եվ սկսելով կյանքի իրավունքի ոլորտից նշեմ, որ այստեղ պետությունը իր ուրեմն գործողությունների ծրագրով մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության նշել էր մի քանի գործողություն, առաջնայինը վերաբերում էր զինված ուժերի մարդու իրավունքների պաշտպանությանը եւ կյանքի իրավունքի պաշտպանությանը, որը հասկանալիորեն ամենակարևոր ոլորտներից է հաշվի առնելով մեր հասարակությունում կոնկրետ այդ իրավունքի պաշտպանությանը ուրեմն մեծ ուշադրություն լինելու հանգամանքը եւ այստեղ մենք դիտարկել ենք, որ մի շարք կարևորագույն գործողություններ բացակայում են։ Մասնավորապես այնտեղ նշվում է, որ սոցիալ ուրեմն հոգեբանների, սպա հոգեբանների վերապատրաստում պետք է իրականացվեր եւ որոշակի տեսահոլովակներ պետք է մշակվեին եւ շրջանառվեին, ինչպես նաեւ ստեղծվեր հավելված համազգեստով քաղաքացի հավելվածը, որով հնարավոր կլիներ ահազանգ իրականացնել թե զինծառայողների կողմից, թե նրանց հարազատների կողմից իրենց իրավունքների խախտման վերաբերյալ, բայց զինված ուժի սմարթֆոններ թույլատրվում է, որ զինծառայողը ունենա հավելված եւ ահազանգի։ Չի թույլատրվում, ենթադրվում է, որ դրա համար պետք է հատկացված լիներ ինչ-որ մի հեռախոս, որի հավանաբար սպայի հեռախոսը, որի սպայի հեռախոսը չէր լինի, բայց այնուամենայնիվ դրա օգտագործումը կրկին գործնականում խնդիր է առաջացնում հասկանալիորեն։ Այսինքն կարող է նախատեսել միջոց, բայց փաստացի իրագործումը, այո, մի քիչ պատկերացնելի չէ, ամեն դեպքում նաև դիտարկել ենք, որ այդ հավելվածը այդպես էլ հասանելի չէ համապատասխան ուրեմն հարթակներում։ Բացի դրանից բարձր չէ նաև սպա հոգեբանների վերապատրաստման մեթոդոլոգիան, թե ինչ մեթոդոլոգիայով են վերապատրաստվել, մենք հարցումներ ենք կատարել եւ չենք ստացել դրա վերաբերյալ պատասխաններ, ինչը նաև ողջամիտ կասկած է ստեղծում, որ համապատասխան վերապատրաստումները կարող են նաև որոշ չափով ձևական բնույթ կրեն։ Այնուամենայնիվ ամենակարևոր բացերը այստեղ քրեական գործերի քննության ընդհանուր մեթոդաբանության բացակայությունն է մեր դիտարկմամբ, որովհետև երբ որ դիտարկում ենք քրեական գործերի նախաքննությունը կապված ուրեմն զինված ուժերում ոչ մարտական պայմաններում ուրեմն մահերի դեպքերի հետ, մենք հասկանում ենք, որ որևէ հստակ մեթոդաբանություն չկա, դա առաջացնում է ուրեմն համապատասխան հետևանքներ, ինչպիսիք են օրինակ ապացույցների կորուստը, ամենակարևոր խնդիրը, հա, դրա հետ կապված, եւ մենք առաջարկում ենք, որպեսզի դատախազությունը մշակի համապարփակ մեթոդաբանություն տվյալ գործերի քննության, որը թույլ կտա այս խոչընդոտները հաղթահարել։ Բացի դրանից առաջարկը մեր կայանում էր նաեւ նրանում, որ
անցնելով հաջորդ խնդրին արդար դատաքննության Առաջարկեմ ասենք քիչ անց Հա, քանի որ քիչ անց խոսելու ենք, դրա համար հիմա չծավալվեմ այդ մասով, անցնելով արդար դատաքննության իրավունքի ապահովմանը, այստեղ հիմնական խնդիրը կայանում է հարկադիր կատարման օրենսդրության բարեփոխման մեջ, թեև մենք ունենք նոր օրենսդրական ակտ դրա հետ կապված, ոլորտը կարգավորող, սակայն այն բազմաթիվ բացեր ունի եւ հատկապես խնդիրը արդիական է Եվրոպական դատարանի կողմից Հայաստանի դեմ կայացված վճռների համատեքստում, մասնավորապես Ավագիմյանի դեմ Հայաստանի գործով կայացված վճռով, որի կատարման պարտականությունը ենթադրում է, որպեսզի որոշակի մեխանիզմներ կիրառվեն պետության պատասխանատվությունը սահմանող, ուրեմն դատական ակտերի հարկադիր կատարումը ժամանակին չիրականացնելու հետ կապված, բայց դրա փոխարեն սահմանվեց մեկ այլ ինստիտուտ, այսինքն պարտապանի պատասխանատվությունը սահմանող դատական ակտի չկատարման համար եւ միայն ոչ դրամական պահանջների դեպքում, ինչը բազմաթիվ գործնական խնդիրներ է առաջացնելու։ Արդար դատաքննության իրավունքի ոլորտում մեկ այլ խնդրահարույց հարցը վերաբերում է ուրեմն հասարակական կազմակերպությունների իրավասությանը դիմելու դատարան, մասնավորապես հանրության համար կարևորագույն ոլորտներում, ինչպիսիք են օրինակ բնապահպանական ոլորտը, որը հիմա կա հաշմանդամության ոլորտը եւ մի շարք այլ ոլորտներ, մասնավորապես մշակութային արժեքների պահպանության ոլորտը, ընտրությունների ուրեմն ոլորտը, հանրային գերակաշահի ոլորտը եւ մի շարք այլ ոլորտներ, որտեղ այդ իրավասությունը այդպես էլ տրված չէ եւ գործող ուրեմն օրենքի փոփոխությունը նույնպես չի ենթադրում այդպիսի հնարավորություններ։ Մյուս խնդիրը վերաբերում է խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի ապահովմանը, այստեղ կրկին բազմապիսի խնդիրներ կան, որոնցից հիմնականները վերաբերում են ուրեմն քրեակատարական հիմնարկների պայմաններին, որը բնականաբար ծեծված թեմա է, այսպես ասենք, բայց որը շարունակական բնույթ ունի եւ չի լուծվում։ Առաջնայինը Դանուբարաշեն քրեակատարական հիմնարկի փակման խնդիրն է, որը ուրեմն նաեւ միջազգային կառույցների առաջարկություններով վաղուց պետք է փակված լիներ, բայց մինչ օրս այն գոյություն ունի եւ բացի դրանից նաեւ գործողությունների ծրագրով նախատեսված չէր դրա խցերի վերանորոգումը, այսինքն մի կողմից մենք ասում ենք, որ պետք է փակվի քրեակատարական հիմնարկը եւ նաեւ կառավարությունն է ընդունում այդ հանգամանքը եւ չնայած ժամկետներ չի նշում, բայց այդ ընթացքում մարդիկ են պահվում այդ քրեակատարական հիմնարկում ամարտկային պայմաններում իսկապես եւ գոնե մինչեւ նոր քրեակատարական հիմնարկի հիմնումը, կառուցումը այդ տարիների ընթացքում մարդիկ չպետք է այդ հետևանքները իրենց մաշկի վրա զգան։ Նույնը վերաբերում է նաև տեսակցության սենյակների վերանորոգմանը, որը գործողությունների ծրագրում մարդու իրավունքների ռազմավարության ներառված չէ, չնայած դա պակաս կարևոր հարց չէ մարդու արժանապատվության հարգման տեսանկյունից։ Սա այս ոլորտին վերաբերող, ինչ վերաբերում է մյուս ոլորտներին, սոցիալական պաշտպանության ոլորտում մասնավորապես մենք տեսել ենք հետևյալ խնդիրը, որ գործողությունների ծրագրով նախատեսվել է պրոբացիայի ծառայության շահառուների, այսինքն արդեն ազատ արձակված անձանց աշխատանքով եւ ուսմամբ ապահովելու կրթական եւ աշխատանքային ծրագրերում ներգրավելու անհրաժեշտությունը եւ այդ ծրագրի բարելավման առաջարկություններ են կատարել, նաեւ առաջարկել ենք, որպեսզի այս աշխատանքային եւ կրթական իրավունքների ապահովումը նաեւ իրականացվի քրեակատարական հիմնարկների ներսում, որովհետեւ այսօր դրությունն այնպիսին է, որ աշխատանքային գրեթե որևէ հնարավորություն առկա չէ, ընդհուպ հեռավար աշխատանքի հնարավորությունը առկա չէ, որովհետեւ անձինք չեն կարողանում իրենց մոտ ունենալ գոնե դյուրակիր համակարգիչներ, որպեսզի այդ աշխատանքը կատարեն։ Նույնը կրթության իրավունքի ապահովմանն է վերաբերում։ Շատ լավ, հարգելի, շատ լավ, այո, հարգելի հեռուստադիտողներ, Factor TV-ում ներկա փորձագետները շատ հակիրճ իրական ներկայացրին իրենց լայնածավալ մշտադիտարկումից, ամբողջական տարբերակները կարող եք գտնել sepa.cso.am կայքում, այնտեղ ոչ միայն այս 5 ոլորտի մշտադիտարկման արդյունքներ են, շուրջ եւս
+10 ոլորտների հիմա ամփոփելով մեր քննարկումը կխնդրեմ 1-2 րոպեի սահմանում ես հասկանում եմ շատ բարդ է այդ ամբողջը սեղմել ձեր առաջարկները կառավարությանը խնդրեմ Տիկին Պասյան Շնորհակալություն, այո, ծավալուն է եւ մենք այդ գրած այդ նյութերը եւ զեկուցագրերը տվել է նախ առաջին երևի թե խնդրեմը հենց արդեն կառավարության կողմից ընդունված ճանապարհային քարտեզն է, որտեղ կարևորագույն մեր առաջարկները արդեն տեղ չեն գտել։ Այնտեղ նշված է, որ վերականգնվող էներգետիկայի եւ էներգոարդյունաբերության եւ էլեկտրաէներգետիկայի օրենքների նախագծերի ընդունում իսկ որտեղ պետք է ընդունել նաև դիրեկտիվի հետ կապված օրինակ կլիմայի եւ էներգետիկայի միացյալ ազգային ծրագիր որտեղ այդ երկու ոլորտները կլիմայի փոփոխության եւ էներգետիկայի մենք առանձին իրարից խզումով կանոնակարգելով խնդիր ենք ստեղծում որտեղ առանց էներգետիկայի կլիմայի փոփոխության դեմ պայքարել հնարավոր չի դա պետք է լինի միացյալ փաստաթուղթ մենք ունենք այսօրադրությամբ շենքերի թվային ռեգիստր եւ շենքերի էներգետիկ պիտակավորում շենքերի դաշտում այն ամեն ինչ որ շենքերի դիրեկտիվը ասում է մենք մեծամասնությամբ չենք անում եւ դա ինչի է խնդրեմ որովհետեւ Հայաստանում շենքերը մենակ շենքերի ոլորտը ամենախոշոր էներգասպառողն է շուրջ 35% էներգասպառման շենքերի ոլորտ բոլոր մյուս սեկտորները տրանսպորտ արդյունաբերություն ավելի փոքր են հա եւ այս ոլորտում մեզ պետք է շենքերի էներգետիկ աուդիտ շենքերի էներգետիկ ծառայությունների մատուցող կազմակերպությունների խթանում շենքերի էներգետիկ պիտակավորում գրեթե զրոյական էներգասպառումով շենքերի կանոնակարգումը մենք չարեցինք առաջի ճանապարհային քարտեզում Եվրոմիությունը բերեց նոր եզրույթ զրոյական էներգասպառումով շենքերի հիմա դա էլ պիտի անենք դրա համար պետք է լինի ծրագիր որ ասա միջև այս թիվը այսքան տոկոսը շենքերի կանցնի կդառնա գրեթե զրոյական այս տոկոսը այսքան հանրային ոլորտում պարտադիր ընդունել թիրախ տարեկան պետության կամ պետական գույք կամ հանրային համայնքային գույք հանդիսացող շենքերի որ տոկոսն է համալիր վերանորոգվելու դառնա գրեթե զրոյական կարևորագույն բաց տեղ ունենք էներգետիկ աղքատության եզրույթի սահմանումը քանի մենք չենք սահմանում ինչ բան է էներգետիկ աղքատություն մենք շփոթում ենք էներգետիկ աղքատությունը սոցիալական աղքատության հետ իսկ դրանք իրարից մեծ տարբերությամբ են դրսևորվում որովհետև օրինակ մարդը կարող է լինի բոլոր սոցիալական սկզբունքներով աղքատ բայց գյուղում ապրի ունի այգի որտեղ կա ինչ որ ծառեր որի սանիտարական հատումներից էտից իր մոտ ձևարումա վառելիք իր տունը երբեք ցուրտ չի Եվ կարող է լինի միայնակ թոշակառու Երևանի կենտրոնում իրեն իր նախնիներից ժառանգություն հասած բնակարանում, այո, գուցե տունը թանկ է, բայց ինքը 1000 մի թե հոգեբանական, թե իրավական, թե տնտեսական պայմաններով իր չի կարող տեղափոխվել այլ վայր, բայց այդ մարդը չի կարողանում իր տունը տաքացնել։ Դրա համար դրա Եվրոմիությունը սահմանում է, դա կոնկրետ կան նորմատիվներ, որ մարդը եթե չի կարողանում ապահովել մինիմալ ջերմային հարմարավետություն Մենք այսօր հաշվի առնելով պետբյուջեի վիճակը չունենք համարյա չունենք ֆիսկալ գործիքներ, որոնք խթանում են կայուն էներգետիկան, էներգախնայությունը, էներգոարդյունավետությունը։ Պարտադիր պահանջները կյանքի կոչելու համար պիտի հետևից կան ֆինանսական մեխանիզմներ։ Եվ ցավով եմ ասում, որ ԵԱՏՄ հետ այդ կանոնակարգման դաշտը հավանաբար ամբողջությամբ դուրս է թողնում էներգոարդյունավետության նվազագույն բաժնի էներգասպառող կյանքնի ուղղությամբ, որը ցավալի է, որտեղ Հայաստանը ներմուծող է, ասենք մենք ինքներս մեր էլեկտրոնիկան չենք արտադրում, կենցաղային էներգասպառող սարքեր չենք արտադրում, եւ եթե մենք կարողանայինք եվրոպական ստանդարտներով նվազագույն էներգասպառման էներգոարդյունավետության ցուցանիշներ սահմանել, մենք կարողանայինք ֆիլտրել, եւ օրինակ անորակ, անարդյունավետ գազի վառարան, որի ՕԳԳ-ն, չգիտեմ, 25, 30, 40%-ը պարզապես մուտք չքործեր երկիր։ Իսկ այսօր ամենաաղքատ մարդիկ առնում են ամենավատ, այսինքն ամենացածր էներգոարդյունավետությամբ սարքեր, հետևաբար սպառում են ավելի շատ գազ, ստանալու ավելի քիչ ջերմային էներգիա։ Եվ այստեղ մենք պետությունը գործ ունի անելու ցավոք ճանապարհային քարտեզում ոչ մեկը սրանցից հատկապես շենքերի վերանորոգման ազգային ծրագիր չկա եւ դա անհրաժեշտություն է։ Շնորհակալ եմ շատ, պարոն Գրիգորյան, կարճ ամփոփենք։ Միանգամայն համաձայնում գործընկերոջս հետ, որ նոր ճանապարհային քարտեզը այդպեսի հույս չի ներշնչում, որ մենք ունենալու ենք ավելի դրական ինչ-որ ճանապարհային քարտեզը վերաբերում է Հայաստան, Եվրամիություն, նոր գործընկերության օրակարգի
Իրավական ակտը նույն ՍԵՊԱ-ն է, նոր փաստաթուղթ չէ, որպես ճանապարհային քարտեզը, կարծես թարմացված ճանապարհային քարտեզ պետք է լինի եւ ավելի դրական, ավելի հին սխալները, հավելված 1-2-ը երրորդը հիմա եւ կարծես է պետք է հին սխալների հիման վրա կամ թերացումների հիման վրա ավելի լավ լիներ, միշտ ես տեսնում տոտալ դեգրադացիա առնվազն մեր ոլորտի հետ կապված այնտեղ անգամ ժամկետներ կան, չեմ հասկանում ինչպես է 21-22 թվականն է նշված 24 թվական վրիպակ է թե պարզապես համարվում է որ դա այլևս կատարված է եւ այդ թվականներին արդեն կատարված է եւ նոր բան չկանելու չեմ հասկանում ինչպես կարելի է այսպես կամ այնտեղ տերմինաբանական սխալներ, քերականական սխալներ ենթադրում եմ որ նախարարություններից էլի հարցրել են թե ինչպես եք դուք պատկերացնում դրա կատարողականը եւ ինչ այնտեղ իրենց տվել են այդ ով որ մշակել է վերջնարդյունքը ենթադրում արտադրության նախարարությունը այդպես զետեղել են մեխանիկորեն դրա համար այսպեսի ինչ որ անհասկանալի տեքստեր են առաջարկություններ ես կարող եմ հիմա ներկայացնել բազմաթիվ որոնք շատ ինչ որ կախարդական բառեր են ենթադրում ռազմավարական էկոլոգիական գնահատման համար առանձին ընդհանրակարգ սահմանել մինչդեռ հիմա գործող օրենսդրությամբ դա շմագի հետ նույն ընդհանրակարգը դրանք անհամատեղելի են կամ սահմանել առանձին ընդհանրակարգեր ինչպես պետք է կարծիքները տրամադրվեն կարծիքները լինեն ոչ թե կարծիքալ եզրակացություններ որոնք ունեն իրավական ստատուս եւ վիճակ լինեն բայց խոշոր հաշվով այս առաջարկությունները լայն հանրությանը շատ բան չեն ասի ես դրա փոխարեն մի ընդհանրացված առաջարկություն կուզեմ անել ուղղակի վերցնել ՍԵՊԱ-ի համաձայնագիրը կարդալ դրա հավելվածներն էլ կարդալ տեսնել իր դիրեկտիվները նշանակ ներկայացված եւ այդ դիրեկտիվների բովանդակային վերլուծություն կատարել ու փորձել ներպետական օրենսդրության մեջ եթե ոչ ինկորպորացնել, ապա գոնե իսկապես մոտարկել։ Գիտեք, մեզ համար ԵՄ օրենսդրությունը ըստ էության կարող է ծառայել որպես ստանդարտ որքան էլ սա ասոցիացման համաձայնագիր չէ, որքան էլ մենք պարտավորություն չունենք լիարժեք ինկորպորացիա իրականացնել։ Ի վերջո 27 զարգացած երկիր հետևում են այդ չափանիշներին եւ դրանք արդեն ինստիտուցիոնալ առումով շատ կայացած չափանիշներ են։ Մենք կարող ենք ուղղակի վերցնել եւ իսկապես դրանք կիրառել։ Մինչդեռ տեսնում ես անգամ չեմ հասկանում ոնց կարող էր տեղեկատվության բնապահպանական տեղեկատվության ազատության վերաբերյալ ամբողջական այդ դիրեկտիվը նոր ճանապարհային քարտեզում արտացոլված չլինել։ Ինչ նշանակում մեխանիզմ մշակել տեղեկատվության ազատության տեղեկատվության տրամադրման վերաբերյալ եւ որպես KPI, որպես ցուցիչ սահմանել շմագ փաստաթղթերի հետ կապված տեղեկատվության տրամադրման ինչ որ մեխանիզմի ստեղծում։ Սա ինչ է։ Ոնց վերցնել եւ այդ որպես նորմ, որպես ստանդարտ կիրառել փող օրենսդրությունը եւ ինստիտուցիոնալ դրանից բխող ինստիտուցիոնալ համակարգը կարգի բերելու համար։ Շնորհակալ եմ շատ Տիկին Ղազարյան, խնդրեմ։ Շնորհակալություն։ Եթե կոնկրետ առաջարկություններ մի քանիսը կառանձնացնեմ կարևորագույն իմ կարծիքով, մենք հիմա ունենք գործող հոգեկան պահպանման բարելավման միջոցառումների ծրագիր, որը 26 թվականին ավարտում է եւ կարծում եմ ոլորտի բարեփոխումների շարունակականության համար կարևոր է, որպեսզի մենք նախորդ փորձը չկրկնօրինակենք, բաց չունենանք, հիմիկվանից սկսել մտածել նոր հոգեկան առողջության պահպանման բարելավման նոր ռազմավարություն մշակելու մասին ու նաև մի քանի կարևոր ուղղություններ անգործունակության ինստիտուտի վերացման համար որոշումների աջակցման մեխանիզմի միջոցով որոշումների կայացման մեխանիզմի ներդրման գործողությունների ծրագիր ներդնենք հաստատենք օրենսդրությունը բարելավենք եւ ծառայությունների ներդրման ուղղությամբ քայլեր իրականացնենք բայց ամենակարևորը իմ կարծիքով որպեսզի մենք այս ամեն ինչը հաջողենք պետք է կայուն ֆինանսավորում նախատեսենք որը մեր ոլորտի համար շատ մեծ բաց է կարծես թե գումարը կա բայց գումարը ուղղվում է ոչ թե այդ ուղղություններով ոչ թե համայնքին են ուղղվում այլ ուղղվում են մեր հաստատությունների վերանորոգման վերակառուցման համար ավելի տեխնիկական Շնորհակալ եմ շատ Տիկին Անտոնյան իրականում բարդ կլինի ներկայացնել բոլոր առաջարկությունները, որտեղ մոտ 17 առաջարկություններ էինք ներկայացրել, բայց շատ համաձայն եմ նախորդ բանախոսի այն մտքի հետ, որ ՍԵՊԱ-ի ճանապարհային քարտեզը պետք է լինի հենց ՍԵՊԱ-ի ճանապարհային քարտեզը, այլ ոչ թե կառավարության միջոցառումների ծրագրի copy-paste-ը, ինչը մենք տեսանք նախորդ ճանապարհային քարտեզը, որը կարծես թե ընդհանրապես ուղղված չէր հենց ՍԵՊԱ-ի ստանձնած պարտավորությունների կատարմանը։ Դատաիրավական բարեփոխումների ոլորտի առումով ես կարծում եմ, որ պետք է փոխվի ընդհանրապես հայեցակարգը
փոխվի նաև մշակույթը, թե ինչպես են իրականացում այդ բարեփոխումները, այլ ոչ թե իրականացվեն որոշակի փոփոխություններ ու դրա վերաբերյալ ներկայացվի հանրությանը, այլ նաև հետադարձ հայացք նաև դրվի, թե ինչի ենք մենք հասել այդ փոփոխությունների, որովհետև հիմա թվային դարաշրջանում չունենալ այնպիսի համակարգ, որ ավտոմատ կերպով գեներացնելու է բոլոր տվյալները դատարաններից, մի քիչ մեր համար անհասկանալի է։ Այսինքն մինչև հիմա դատարաններից մարդկային ռեսուրսների հաշվին է իրականացում տվյալների հավաքագրումը, ինչը ակնհայտ մեզ բավականին հետ է դնում այլ երկրների համեմատ նաև ունենալ արդյունավետ դատական համակարգ։ Ես կցանկանայի շեշտադրել հենց դատական գործերի բաշխման համակարգի վրա, որտեղ դա շատ կարևոր է նաև որպեսզի գնահատվի դատավորի ծանրաբեռնվածությունը եւ միջազգային ստանդարտներով նախատեսված է գործերի կշռման մեթոդաբանություն, որը գնահատում է եւ հաշվի առնում գործերի փաստական իրավական բարդությունը, դատավորի իրական ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև արդարադատություն իրականացնելիս, նաև կազմակերպչական հարցեր իրականացնելիս, որովհետեւ նաև կան այլ հարցեր, որը դուրս են արդարադատությունից եւ սակայն դատավորը իրականացնում է դա։ Ես կուզենայի, որ կառավարությունը առնվազն գոնե այս առաջարկության մասով մտածեր եւ փորձեր փոփոխություններ իրականացնել։ Շնորհակալ եմ շատ, պարոն Գյուրջյան, խնդրեմ։ Նախ հաշվի առնելով նոր զարգացումներ, նոր ճանապարհային քարտեզը առաջին առաջարկությունը սենց միտված է նրան, որպեսզի դրանում ընդգրկվեն մարդու իրավունքների ոլորտին վերաբերող կոնկրետ գործողություններ։ Եվ այդ կոնկրետ գործողությունների շրջանակում նախատեսվեն նաև չափելի, ուրեմն չափորոշիչներ կատարողականի, որովհետև նույնիսկ գործող մարդու իրավունքների ռազմավարության գործողությունների ծրագրում դրանք մեծամասամբ չափելի չեն, իսկ եթե չափելի են միայն վիճակագրական առումով, այսինքն թվային ցուցանիշներն են չափելի, բայց բովանդակային ցուցանիշներ կամ սահմանված չեն կամ չափելի չեն, ինչը կարևորագույն խնդիր է հետագայում այդ կատարողականը գնահատելու առումով առաջին հերթին հասարակության կողմից։ Իսկ կոնկրետ առաջարկներին գալով դժվար է ընտրել, որտեղ իսկապես 20 առաջարկությունից ավելի առաջարկություն կա, բայց առաջինը իհարկե զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ տեղեկացվածության բարձրացումն է համապատասխան դասընթացների ներդրման միջոցով, որպես կանխարգելիչ միջոցներից մեկը, ինչպես նաև գործերի քննության արդյունավետության բարձրացման ուղղված որոշակի կրկին քայլերը, կապված արդեն խոսեցի գործերի քննության մեթոդաբանության հետ, արդար դատաքննության ոլորտում առաջին հերթին հասարակական կազմակերպությունների իրավասուբյեկտության բարձրացման ուղղված օրենսդրական բարեփոխումները, դատական ակտերի կատարման տոկոսը բարձրացնելու ուղղությամբ, այսինքն հարկադիր կատարման մեխանիզմների բարելավման ուղղված գործողությունների ձեռնարկումը, խոշտանգումների կանխարգելման ոլորտում քրեակատարական հիմնարկների պայմանների բարելավումը, այդ թվում տեսակցության սենյակների հետ կապված, նաև քրեակատարական հիմնարկում պահվող անձանց տեղափոխման, արժանապատիվ տեղափոխման հնարավորության ապահովումը, մենք գիտենք, որ տրանսպորտային միջոցների հետ կապված խնդիրը մինչև հիմա չի լուծվել, մասնակի է լուծվել, այսպես ասենք, սոցիալական պաշտպանության ոլորտում նույնպես ապահովել քրեակատարական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց եւ դատապարտյալների աշխատանքային իրավունքները, կրթական իրավունքները, երևի թե այսքանը ամենաառանցքային։ Ես կայքին հղում արեցի, որտեղ մարդիկ կարող են մտնել եւ ծանոթանալ։ Շնորհակալություն հարգելի գործընկերներ Factor TV գալու համար, հարգելի հեռուստադիտողներ, Factor TV-ում հրավիրել են քննարկում ՍԵՊԱ-ի մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ, որին մասնակցում են Աստղինե Պասոյանը, էներգետիկ քաղաքականության ոլորտի փորձագետ, Սարա Ղազարյանը հոգեկան առողջության ոլորտի փորձագետ, Դավիթ Գյուրջյանը մարդու իրավունքների ոլորտի փորձագետ, Արթուր Գրիգորյանը շրջակա միջավայրի ոլորտին առնչվոր հարցերով փորձագետ եւ Մարիամ Անտոնյանը դատական համակարգի խնդիրների հարցերով փորձագետ։ Շնորհակալություն Factor TV գալու համար, շնորհակալություն նաեւ ձեզ հետևելու համար, հաջողություն։